Վարչապետի մեր թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է, որը ներկայումս գտնվում է անազատության մեջ։ Օրենքը չի արգելում վարչապետի թեկնածու ունենալ անազատության մեջ։ Այո, վարչապետ դառնալը արդեն ուրիշ է, բայց ի վերջո այդ մարդը հավերժորեն անազատության մեջ չի լինելու մեկ։ Երկրորդը մենք գտնում ենք, որ այդ մարդը օգտվել է մարդու իրավունքների հռչակագրի նախաբանում ամրագրված ապստամբության իրավունքից, եւ Հայաստանը որպես դրամաս պիտի վերանայի այդ գործերը, որտեղ դա քաղաքական պայքարի մաս է կազմել։ Իսկ մարդու իրավունքների հռչակագիրը գերակայություն ունի օրենքների եւ սահմանության նկատմամբ։ Բայց քանի որ հարցը քաղաքական էր եւ ըստ էության նախորդ ընտրություններից հետո ներկայ իշխանությունները որոշեցին, որ պետք է հնարավորինս թույլատրել ազգային ժողովրդական բևեռը, եղան այդ ձերբակալությունները եւ այն ճնշումների մեջ շարք է։ Այստեղ ուզում եմ հատուկ շեշտել, որ որևէ քաղաքական ուժ ներկայիս Հայաստանում գոնե վերջի տարիներին նման հալածանքի, տուժերի, տուգանքների, բռնությունների, կալանքների վերման ենթարկվելու չի ենթարկվում ինչքան ազգային ժողովրդական բևեռը եւ ես կարծում եմ մենք շուտով մի հատ այսպես ժամանակագրության նման մի բան կհրապարակենք, որ մարդիկ տեսնեն, որ սա մերկապարանոց չի, այլ հստակ փաստեր են։ Դրա համար Վարուժան Ավետիսյանը արժանի թեկնածու է, իր եւ զինվորական, եւ քաղաքացիական, եւ իրավական պատրաստության բարձր մակարդակի մասնագետ է։ Ինքը ցույց է տվել իր նվիրվածությունը սեփական գաղափարին, ինքը ունի այն կամքը, որով հնարավոր է իրականացնել այդ բոլոր ծրագրերը, որտեղ կարող են ծրագրերը լավն են, բայց մարդիկ չկարողանան իրականացնել կամ չուզեն իրականացնել դա։ Հիմա, քանի դեռ Վարուժան Ավետիսյանը անազատության մեջ է, նրա մասնակցությունը ընտրապայքարին կլինի ավելի շատ հեռակա կարգով, այսինքն իր ուղերձների, գրությունների, եթե հնարավոր լինի նաև, ասենք, ձայնագրությունը եւ տեսագրությունների միջոցով, եթե հնարավոր լինի,